Սաղաթիլյան, ձեզ որտեղից $700,000, որ դատախազությունը պահանջում է։ Նախ մինչև բուն հարցին անդրադառնալը մի քանի արձանագրում անենք ու հետո պատասխանեմ քո հարցին։ Առաջինը նախ ես մինչև 2018 թվականը չեմ զբաղեցրել որևէ պաշտոն, որը նույնիսկ հայտարարագրման ենթակա է եղել։ Որովհետև երեքահային հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ էր սարքել, անընդհատ նշում էր, որ ազգային ժողովի փոխնախագահ, ազգային ժողովի падգամավոր եւ այլ, կարծես տպավորությունները 7 տարիների ընթացքում ինչ-որ գույքեր, հարստություններ են ձեռք բերել։ Մինչ այլոց 18 թվականից հետո ինչ անշարժ գույք ձեռք են բերել, նվիրում եմ իրանց։ Այսինքն այս մեկ, որ հստակ լինի, ես մինչև 18 թվականը որևէ անշարժ գույք ձեռք, որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել, որտեղից ինձ ձեր նշած $700,000 դատախազության նշած։ Ուրեմն իմ ընտանիքը զբաղվել է գործարարությամբ։ 2016 թվականին ստեղծված ընկերությունը, որի իր հիմնադիրներին փոխանցած շահաբաժինը համարում են ապօրինի, այս 10 տարվա մեջ իրենց իշխանության տարիներին վճարել են 600 միլիոն դրամից ավել հարկ, շուրջ 500 միլիոն դրամ տվել ենք աշխատավարձ, այդ ընկերությունը անցել է տարբեր հարկային ստուգումներ եւ յուրաքանչյուր ամիս այս 10 տարիների ընթացքում 2.5 միլիոն դրամի կարգի շահույթ ունեցել, որը փոխանցել է իր հիմնադրին։ Այսինքն այդ գումարը, որը տենց մեծ հայտարարում են $700,000, 267 միլիոն դրամ, 66, դուք էլ գրել եք դրամը դարձրել եք դոլար արդեն, դա այդ ընկերությունից փոխանցված շահույթն է իր հիմնադրին 10 տարվա ընթացքում։ Ինչ ասում դատախազությունը, ասում է, քանի որ ինձ հայտնի չեն, իրավասու մարմնին հայտնի չեն տվյալներ, թե այդ ընկերությունը ինչ կարգի ներդրումներ է իրականացրել, հետևաբար չի երևում այդ ներդրումների աղբյուրները, այդ ստացած շահույթը համարում ենք ապօրինի, եկեք դատարանում ապացուցեք։ Հիմա այս հարց եմ տալիս, եթե դուք չեք ուսումնասիրել, եթե դուք չգիտեք, ես տեղից պաշտոնապես ասում եմ, որ այդ ընկերությունը որևէ դրամ ներդրում չի արել, որովհետև դա ընդհանրապես կառավարող ընկերություն է եղել, վարձակալել է հյուրանոցներ եւ կառավարում է իրականացրել, որտեղից շահույթ է ստացել։ Այսինքն այս շոուն, որը անում եք անիմաստ, առանց ուսումնասիրելու, առանց այդ տեղեկությունները իմանալու, դրա նպատակը ո՞րն է։ Պարզ բան, որ այս ամբիոնից հայտարարեն, տեսեք, գողերը, թալանչիները, ասես թվեր հրապարակեն, բայց տակը ոչ մի բան չկա, սա ընդամենը շոու է, որը կարճ ժամանակ հետո բոլորին պարզ կդառնա։ Նույնիսկ ասում եմ, իրենք իրավունք չունեին այդ ժամանակաշրջանի հետ կապված վարույթ հարուցեն, որովհետև օրենքը ասում է, որ պաշտոնը ստանձնելու օրվանից հետո ես պաշտոն Ժորժան չեմ ունեցել, հեռավոր ազգակցական բարեկամ էլ չեմ ունեցել։ Ու եթե այս իշխանությունները 7 տարի փնտրեցին, ինձ գտան, որ ես եմ կոռուպցիան եղել, ինչ ասեմ, մեղք են սրանք։ Այսինքն ճիշտ հասկացանք, Աննա Վարդապետյանին փող չունեք տալու։ Իհարկե չունեմ որևէ մեկին տալու, որովհետև դա ապօրինի չի եւ շատ կարճ ժամանակ հետո, երբ որ ես նույնիսկ դատարանի պահանջ էլի հիմա չունեմ, որ ասեմ, օրինակ այնտեղ գրած է 3 անշարժ գույք Երևանում, ես 3 անշարժ գույք անկեղծ եմ ասում չունեմ Երևանում։ Հիմա ուզում չէ այնտեղ ասում է 3 անշարժ գույք Երևանում։ Ես Երևանում ունեմ մի հատ բնակարան, մի հատ պարկինգ մեքենայի ավտո կայանատեղի։ Հիմա երրորդը ինչի մասին անկեղծ չգիտեմ, որ թղթերը կարող եք ունենամ հասկանամ, թղթերը կարող եք ունենամ հասկանամ, հա? Կնվիրեք, եթե հայտնաբերեն։ Չէ, ուղղակի դա խնդիր կա, որ նվիրեմ կնվիրի Ալիևին, դա խնդրեմա, թե չէ։ Այսինքն հաստատ պետության էլ չի մնալու։ Պարոն Սաղաթելյան, այսպես ասում եք 18-ից առաջ չեք ունեցել պաշտոն, բայց հավանաբար դա նաև իրեն գիտակցում են, բայց այսպես ասում եք շոու են անում, ցույց տալու, այսպես նախկինների վայրն։ Իրանք ուսումնասիրությունը այլ ժամկետների մեջ են վերցրել, տեսել են այդտեղից ոչ մի բան գլուխ չեն հանում, չի ստացվում։ Հետո էլի են առաջ գնաց հասել են 2008 թիվ։ 2008 թիվը որտեղից է գալիս։ Ես եղել եմ ազգային ժողովի փոխնախագահի օգնական։ Իմիջիալոց ինձ չեն մեղադրում
պաշտոնական դիրքը չարաշահելու, կաշառք տալու, կաշառք վերցնելու, հարկեր թաքցնելու մեջ։ Ուղղակի ասում են, տեսել ենք գույք ունես, ու այդ աղբյուրը չի երևում, արի ապացուցի։ Գործ ուղարկել են դատարան, գնա հերթով սկսի ապացուցել։ Իհարկե ամեն ինչի ձեռքբերման եւ փաստաթղթերը կա, եւ աղբյուրները կա, եւ մնացածը, այստեղ խնդիր չի լինելու։ Խնդիրը շոուն է, ու այս տհաճությունը, որ ամբողջ ընտանիքիդ, հարազատներիդ, քուր, եղբայր, հարս, կին, հայր, մայր, սաղի ունեցվածքի վրա կալանք են դրել, հաշիվները սառեցրել, sense մի հատ շոու են անում ու մարդկանց կերակրում են, տեսեք, հերթական գողին բացայտող գողնել եք դուք, թալանչինել եք դուք, ու այս դահլիճում նստած ձեր ՔՊԱ-ականները, այսինքն ում հետ եք տարե համեմատում ես։ Այսինքն դա անում է։ Այո։ Փող չունեք։ Հիմա դա ցուցանում են այս պարգևատրումների սկանդալի ֆոնին, որպեսզի քանի որ մեծ հանրային դժգոհություն առաջացրեց, գուցե դա անում են այդ իրենց այս օրինական թալանը իրենք անում են այն ինչ արել են 7 տարի մարդկանց, ես ասել եմ նրանք ովքեր բարձր դիրք են ունեցել, հաճախ այդ պաշտոնը դրա համար օգտագործել են, իրենք իրենց հետ հաշտ, խաղաղ, երջանիկ կիսվում ու ապրում են։ Այսինքն ես նորից եմ ասում, Ժորժ ջան, մարդ, որպեսզի կարողանա գողանա, թալանի, պետական տենդերի չեմ մասնակցել, պաշտոն չեմ ունեցել։ Պետքա ունենաս այդ պաշտոնը, որ կարողանաս օգտագործես։ Հեռավոր ազգակցական պաշտոնյա բարեկամ չեմ ունեցել, բայց այս մարդիկ չեն ուզում համակերպեն այն մտքի հետ, որ մեր երկրում եղել են, դե չէ իրանք այդ խոսնակ եղած օրվանից մինչև հիմա ինչ անշարժ գույք ձեռք բերել եմ, տալիս եմ իրանց։ Որտեւ իրանք անընդհատ ասում են ազգային ժողովի խոսնակը պատգամավոր բան, տպավորությունն է, որ սենց այս ընդդիմադիր իրավիճակում թալանել ենք $700,000 մեկից, բայց ինչ որ բան է ասում միտքս կտրվեց, հա։ Լավ, խնդրեմ, հեսա քիչ